Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան հետևորդներ, եթերում Սև ու Սպիտակն է, Գնել Սարգսյան, Գագիկ Մկրտչյան ու քանի որ հերթական անգամ մենք չենք նախապատրաստել։ Ես էի ուզում ասեի, մենք առանց սցենար ենք, բայց անքեզ մի հատ թուղթ տամ։ Ամեն դեպքում գրիչել դե լավ։ Երբ ենք յալի սցենարով եղել, միշտ անգամ թուղթ եք դրել, դեպս ասեք թող մնա կադրում սիր ունենա։ Չէ, եղելա որ լուրերի թուղթն է եղել մոտը, դե լավ։ Անկեղծ այսօր լրիվ անկեղծ ենք։ Ուտես խոսքից խոսք բացվելով դու մենք իսկապես նախապես ոչ մի բան չենք պատրաստում, երևի հենց դա էլ հետաքրքիր է։ Բայց ես առաջարկ ունեմ, նոր ուզում ենք հաղորդումը սկսենք արդեն շապկեն գնումը Մկրտչյանն ասում բայց լավ ինչից ենք սկսելու, ասաց հեսա դու դա ինչ թեմա եմ գցում։ Երբ որ հայկական իրականության մեջ, երբ որ մարդիկ էլ չգիտեն ինչ պիտի անեն, ինչ են որոշում անեն, երկիրը այս վիճակից հանեն։ Հիմա ես առաջարկում եմ Մկրտչյան ջան, քանի որ չգիտենք ինչ ենք խոսելու, արի երկիրը այս վիճակից հանենք։ Դավայ, տեսա՞ց։ Դավայ։ Հայկական ձևով։ Նախ պետք է արձանագրենք, գրիչ ունես, դուր հələ։ Նախ պիտի արձանագրենք, երբ որ ասում ենք երկիրը այս վիճակից, որ վիճակից։ Ասա դե։ Ինչն է վատ։ Ոնց։ 500 դպրոց 300 մանկապարտ է, շատ վատ է։ Շատ վատ է։ Դրա փոխարեն կարելի էր գործարան սարք։ Դրա փոխարեն գործարան կառուցել։ Այդ որում ինչ կարտադրի էական չեն կամ որ գործարան։ Մի րոպե, գործարանը սարքում ենք գյուղերում։ Հա։ Գյուղերում, բայց սարքում ենք նրա համար, որովհետև գյուղատնտեսության նախարարություն չկա։ Հա։ Հասկանում ես։ Հա։ Ու քանի որ չկա գյուղատնտեսության նախարարություն, կա առաջարկ ստեղծել սեքսի նախարարություն։ Չէ, դու երկուսը խառնեցիր իրար։ Արի սկսենք։ Հասկացա։ Երկիրն ենք փրկում։ Հա, երկիրը փրկում ենք, բայց ասի արի ռեալ խոսանք գյուղատնտեսության նախարարությունից։ Օրինակ դու այդ գաղափարին դեմ ես։ Տես, արի որ ես օրինակ կողմ եմ։ Արի որ իմ դեմ շատ բարձ չտրամադրեմ, մի քիչ թե խորամանկություն անեմ։ Արա։ Նայ։ Ուրեմն կա ընկալում որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիների համար է։ Բայց դա այդպես չի։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության համար է։ Ոլորտի համար է։ Այո, եւ գյուղատնտեսությամբ կարա զբաղվի մայրաքաղաքի ապրած, մեծացած մեկը, որովհետեւ այսօր գյուղը աշխարհում շատ զարգացած է, գյուղատնտեսության մոտեցումները թարմացված, update արած զարգացած են։ Դա բոստան ջրելն ու մշակելը։ Երիտասարդը ասում էր Արարատյան դաշտում դնենք նախարարությունը։ Կարող ենք Սև լճի տարածքում դնել։ Դնենք, ջրենք։ Չէ, գիտես ոնց է, իսկապես այդ ընկալումը կա մեր հասարակության մեջ։ Ես վստահ եմ, երբ որ հանում էին գյուղատնտեսության նախարարությունը եւ այդ թեման կուրացիան միացնում էին էկոնոմիկայի նախարարությանը, վստահաբար այնտեղ նստել են խելացի մարդիկ, քննարկել են առանձին նախարարություն պետք է պայել, թե պետք չի։ Դե այդ քննարկման ժամանակ հնչած կլինեն թե հայտարարություններ եւ հիմնավորումներ, որ կողմ են, թե հակառակը։ Եվ եկել են վերջին հաշվով եզրահանգման։ Որ պետք չի։ Այո։ Որ կարա դա ոչ թե պետք չի առանձին նախարարություն, այլ որ դա կարա անի էկոնոմիկայի նախարարությունը զուգահեռ։ Հասկանում եք։ Եկել են այդ եզրահանգման։ Հիմա հետ գնալ, արթնացնել, նորից վերակենդանացնել մի բան, որի մասին շատ խելացի մարդիկ նստեք քննարկել եկել են այս եզրահանգման։ Կներեք, այս ինչ տենդենս է անընդհատ հետ գնալու։ Եկեք գնանք սովետական միություն, հետո հետ գնանք ցարական ռուս։ Չէ, ընդ որում ես քեզ ուրիշ բաներ ասեմ, նույն գյուղատնտեսության թեմայով, ես մի կողմից համաձայն եմ նախարարության, որտեղ գյուղատնտեսության վիճակը այդքան լավ չի, հա, եթե վիճակը լավ լինի, կարա նախարարություն չլինի, կարա լինի օրինակ ոնց որ օրինակ Միացյալ Նահանգներում ամեն նահանգում կա պետական գրասենյակ, որը զբաղվում է ֆերմերների հարցերով, ընդհանուր մինչև այդ գրասենյակը խորհրդատվություն է իրականացնում։ Օրինակ, այս տարի եգիպտացորինի բերքը լավ չի լինելու, հարգելի ֆերմերներ, այս տարի ցանեք սոյա։ Ահա, այդ ֆունկցիան էկոնոմիկայի նախարարությունը անում է։ Բացի դա, տես, Միացյալ Նահանգների պարագայում ես կարող եմ համաձայն լինել։ Կներեք 350 միլիոն մարդ ապրում, տարածքներ նայեք, ինչի մասին է խոսքը, այդտեղ կուրացիա անելու համար
մի ամբողջ նախարարություն անգամ երևի քիչ է, կարող ամեն նահանգին իր նախարարը պետք լինի։ Հայաստանի Հանրապետության պարագայում մենք չունենք անծայրածիր հողային, մենք պիտի սկսենք, այ օրինակ կա չէ, ոչ ավանդական բաների մշակաբույսերի աճեցման process-ների եւ այլ ժամանակակից տեխնոլոգիաները պիտի կիրառել, ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելու համար էկոնոմիկայի նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակումը տեղադրում է, այս վերջերս օրինակ խեցգետնի ինչ որ սորտի մասին են խոսում դրանից հետո ոչխարի ես ինչ, այսինքն ու տրամադրում են Իմիջայլոս նաև պետական դոտացիաները այսինքն մենք ես հիմա կարող եմ հանգիստ զբաղվել գյուղատնտեսությամբ եթե կարողանամ որոշակի ֆինանսներ ունենամ եւ հետաքրքրություն այդ գոտիում ոլորտում բան դնել բիզնես դնել դա բիզնես ընկալում է արդեն վաղուց այն հին ձևը գիտեք ես հարգում եմ բոլոր հին ձևերը արծայք չի ասենք մեր բոլորիս անցյալն է համամարտկային անցյալը արի այդ ձևը թող էլի սեփականաշնորհ ձևը էլի է սեփականաշնորհում բարգավաճ բառը հին ավանդույթները էդի էլ սեփականաշնորհ ես ավանդապաշտ մարդ եմ բայց ես անցյալով չեմ սիրում ապրել անցյալը ինչպես Սրվաստյանցն է ասում ու շատ հետաքրքիր բան ասում անցյալը դիտաշտարակ է ապագային նայելու համար դու կարող ես դա վերադառնալ այնտեղ ապագայի նայելու համար թե ինչպեսին պիտի լինի վաղը ոչ թե ապրել դրանով դա կարող ես դու գնահատել որովհետեւ ես միշտ այդ բանը ասում եմ անցյալը մեզ գյուղատնտեսության նախարարություն այս պայի դրությամբ այս գիտես կարող է 5-10 տարի հետո անհրաժեշտություն լինի Ես չլինի, որ ես մերժում եմ կտրականապես բնտես չի, բայց այս պայի դրությամբ անհրաժեշտություն կա գյուղնախարարության, այս պայի դրությամբ օրինակ անհրաժեշտություն կար ոչ միայն այս պայի, 20 տարի առաջվանից անհրաժեշտություն կար բարձր տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելու, չէին ստեղծում, գյուղնախարարությունն էին պահում։ Հիմա ունենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որովհետև օրվա պահանջը եւ վաղվա պահանջը դա է։ Ես քեզ հետաքրքիր մի հատ ուրիշ բան ասեմ, էլի գնացի անցյալ, բայց մոտ անցյալ է։ Ուրեմն լսի, մեծ մարդ ես։ Ահա, նորից ասած։ Էսի մենք պայմանավորված կատակ ենք անում, էս մեծ մարդ։ Ուրեմն մեր գյուղացու էլի տարիքով չէ, մեծություն ես։ Զգացված է։ Համարյա գագիկ մեծ։ Լավ գնել կրծեր, հա։ Կրծեր, այո։ Ոնց որ Տիգրան կրծեր, հա։ Մեծ խնդիր կար, շատ մեծ, իրականում, էսի արդեն կատակը մի կողմ, գյուղատնտեսության ոլորտում, կարկտահարություններ, եւ ինչ էր անում, ասենք, նախկին իշխանությունները Ձենիկները դրել էր գմփսնում էին։ Ընդ որում դրա համար նախարարություն էին պահում։ Ոչ թե համապատասխան գազով, դրա համար կար համապատասխան գազ։ Սովորական մեթան գազ էին գմփացնում։ Ահա, դա էլ նախարարության արկայություն։ Ու հետո որոշ դեպքերում է ստիպված պետությունը դոտացիաներ էր տալիս, այդ մարդկանց վնասների հատուցում էր տալիս։ Երբ որ կար մարդ, որ առավոտից իրիկում պնդում էր, որ կոպեկներով կարելի է Հայաստանում դնել հակակարկտային ցանցերի արտադրություն, այդ գմփիկները պետք չեն ընդհանրապես, ընդ որում դա պահում էր համ կարկտահարությունից, համ ցրտահարությունից։ Այսօր Հայաստանում համարյա ամենուրեք հակակարկտային ցանցեր են։ Ձկնաբուծությունը գյուղատնտեսության ոլորտի է, թե չէ։ Թե արտադրական ես։ Ավելի արտադրական է, բայց քանի որ ինքը մարզերում է, ասեմ ինչի համար եմ ասում, որովհետև եթե մենք հիմա նայենք ինչ խնդիրներ ենք ունեցել գյուղերում եւ գյուղատնտեսության ինչպիսի, այսպես ասած ճակերտներով առաջխաղացումներ ու ձեռքբերումներ, երբ որ ունեցել ենք գյուղատնտեսության նախարարություն, ու հիմա ինչ ձեռքբերումներ ունենք, երբ որ կաթիլային ոռոգման ջուր կառավարվող, չգիտեմ ինչեր բացերը դեռևս շատ են պետք է լրացնել առանց գյուղատնտեսության նախարարություն։ Գալիս է բանը, որ Նարեկ ջան, խնդրում ենք այդ թեման մի արծարծի, մեզ գյուղնախարարություն պետք չի։
Եվ կարելի է հետաքրքրվել էլ որ ոլորտում ունենք բացել, դրանք էլ օրինակ ես մի հատ ուրիշ բան հիշեցի, շատ կարևոր մի հատ բան։ Մենք վերջերս մի երկու անգամ խոսացինք, չէ՞, Իրանի այն ջրի խնդիրներից։ Ահա, որովհետև այնտեղ սխալ ռազմավարություն գնաց։ Տես, Իրանում որոշում կայացրեցին, որ բրինձ արտադրեն։ Կառավարությունը ասեց, մենք մեր բրինձը պետք է ունենանք։ Իրանի ժողովուրդը այո, ես հայրենի բրինձը, կյանքին մեռնեմ, վերցրեցին։ Դե հիմի գիտեք, երկրներ կան, որ իսկապես բրինձը օգտագործում են հացի փոխարեն։ Այսինքն Իրանում էլ է։ Իրանում էլ է, անգամ Միացյալ Նահանգներ էլ, որ գնում ես հաց քիչ ես օգտագործում, որովհետև այդ գարնիրը ինքը հենց հացի ֆունկցիան է անում։ Ինչպես օրինակ նաև արևելյան, հա, երկրներում։ Հիմա ես իրանցիները որոշեցին, որ իրենք էլ կարող են հայրենական բրինձը Պետությունն էլ դոտացիաներ էր տալիս։ Ինչու թշնամական Պակիստանի միջոցով Հնդկաստանը չգիտեմ ինչ բերել։ Պետությունն էլ դոտացիաները տվեց փողերով ովքեր որ պիտի Ինչքան ջուր կար շքանշանները քաշեցին, ինչպես ասում է Փաշինյանը, բայց բրինձի արտադրությունը պահանջում է շատ ջուր։ Այո։ Իսկ այսօրվա դրությամբ արդեն մի քանի տարի անց մի ամբողջ երկիր, մի ամբողջ մի 17-18-20 միլիոնանոց մայրաքաղաքով էվակուացվում է։ Հա։ Որովհետև առաջացավ ջրի խնդիր։ Խնդրեմ գյուղատնտեսության խելացիների բաները։ Եվ հիմա այդ խնդիրը մեր առաջ էլ կարա կա։ Իհարկե կարա կանգնի։ Ամբողջ Արարատյան դաշտի ընդերքը այսօր օգտագործում է ընդերքի ջուրը ոչ թե ջրելու համար, այլ ձկան համար։ Բայց ես այստեղ մի հատ խնդիր բարձրաձայն եմ։ Դա ձայնի։ Հարգելի կառավարություն, մեծարգո վարչապետ, թույլ տվեք ձեզ տեղեկացնել մի թերևս լրջագույն խնդրի մասին եւ ինչու ոչ, հարգելի քաղաքապետ։ Ուրեմն, այս յուղի փոխման կետերը որ կա, որ տանում ես մեքենատ յուղը փոխում են, իսկ մեր մայրաքաղաքում մեքենաները օրստորը շատ անում են ու որևիցե օրենք չի կարող արկելել դա, չէ՞։ Համենայն դեպս։ Այդ յուղը որ փոխում են, հին յուղը որ մեքենայի միջից հանում են, դա կետ չկա, որտեղ կարող են տանել, հանձնել, ինչ որ կերպ վերացվի։ Դա մի մասը շատ էժանով վաճառում են մարդկանց վառելիքի համար, ինչը առաջացնում է թույն, բայց եւ իսկ մյուս մասը, մեծ մասը իմիջայլոց, պարզապես թափվում է կանալները։ Յուղը վառած թափվում է կանալները։ Չկա մի կառույց, ով ընդունում է կեղտոտ յուղը, թե կվերամշակի, թե ինքը ինչ որ կերպ այնպես կվերացնի, որ բան չմնա, այսինքն վնասակար կարող է վառելիքի ուրիշ տեսակ ստանան, դրան կա տենց տեխնոլոգիաներ։ Հենց հիմա մի քանի իմ շատ ընկերներ, ովքեր ունեն բոքսեր, աշխատում են, այս խնդիրը խնդրել են, որ բարձրաձայնենք, որովհետև ասում է ցույց են տվել, խնդրեմ բոճկեքով, տակառներով դրված է։ Լավ, ինչ անեն, մի 150 դրամով լիտրը ծախում ենք 200 դրամով, տես մարդիկ դե հիմի գործ են արել, այդ բայց մնացածը ինչ անեն, տենց հավաքվելա, չգիտեն։ Ու ձեռքները չի գնում, կեղտոտեն մեր, բայց ընդհանուր առմամբ ես ոնց հասկացա, ընդունված է համատարած։ Այո։ Խնդրում ենք այս թեման ուշադրության կենտրոնում պահել, ինչի համար կանխավ շնորհակալություն։ Ես վստահ եմ, որ կանդրադառնա դու գնացիր, ես մնացի մենակ։ Դե հա, իհարկե։ Ալեն Սիմոնյանը գնաց Մոսկվա։ Լսի, Ալեն Սիմոնյանը, հա, այդ թեման իմ համար մի տեսակ հարազատ թեմա է, ճակերտներով, որովհետև այդ մարդկանց արածը չի կարող հարազատ լինի, բայց ես գերագույն հաճույք ստացա այդ այցելությունից։ Հա, աստորեն ես ասենք մոտավորապես ոնց որ չգիտեմ էլի կարելի է տենց համեմատություն անել թե չէ, ասենք պատկերացնենք ոնց որ մեր հավաքականը դուրս եկավ Եվրոպայի, ասենք կիսաեզրափակի, ոնց կուրախանայինք, չէ, մերոնք բան, այ տենց արեց ինքը։ Ու չէ, դուրս է եկել կիսաեզրափակիչ ու այն թիմը ում հետ որ պիտի ֆինալի համար խաղանք, 3 հատ կարմիր քարտ ունի։ Այդ կարմիր քարտը հենց Ալեն Սիմոնյանը տվեց։ Չէ, իսկապես, բայց այստեղ տես մեկնաբանությունները ամեն դեպքում հանդիպում ենք։ Դե մեր դառը իրականության մեջ գոյություն ունեն արմիաշկա ասվածները,
ովքեր որ ինչ որ բաներ են գտե իրավիճակներ, դա դիվանագիտական խոսույթ է, չէ՞, բնական է Ալեն Սիմոնյանը ստե ճեպազրույցին ինչպես խոսալ լրագրողների հետ, օրինակ Ռուսաստանի այս կամ այն դրսևորման մասին, այդպես չի խոսա դեմ-դիմաց հանդիպման ժամանակ։ Ասեմ ավելին, Պուտինը այն ինչ որ կխոսա ժուրնալիստների հետ Թրամփի մասին, այդպես չի խոսա Թրամփի հետ հանդիպելուց, որովհետև դիվանագիտական լեզուն ուրիշ բան է, լրագրողների հետ շփվելու լեզուն ուրիշ բան է, այն էլ մեր լրագրողների են անդիմադիր լուսաբանողների, հա։ Հիմա, բա տեսակ այստեղ խոսում էր եւ գնացել այնտեղ ինչպես է իր խոսքը ձևակերպում։ Կներեք։ Էլ ոնց ձևակերպել։ Կարող է ձեզնից է։ Ասենք, հիմա գնացել է Լավրովի մոտ, նստեց, խոսած այն ինչ որ խոսեց, ասեց այն ինչ որ ասեց, բայց այստեղ անգամ, ես ուզում եմ նացած ուրիշ բան պատկերացնենք, անգամ եթե այնտեղ ասենք թե թույլ գտնվեր ու դե ամենակում մարդկային բան կա, չէ՞, ծառայությունը այնտեղ նստած այդ մի խոսքով այնտեղի արմիաշկեկի միտինգների միջով, բան FSB-ի թույլատրած ամենակարևորը մի րոպե, վեխապարով, վեխապար։ Ու նստում այդքան բան ասում, եթե անգամ մի փոքր թույլ լիներ ելույթը, արա դուք հայ եք, դուք իսկապես պիտի դնեիք ուրախանեիք, որ այդ տեսեք գնաց չկարողացավ խոսել, ասենք Սա հիվանդություն է։ Կուզեին չկարողանալ խոսալ։ Սինդրոմով տառապում է մեր հասարակության մի հատ շատ լուրջ հատված։ Չէ, բայց ամենակարևորը ովքեր էին այն որ Մատվիենկոյի հետ կանգնած Ալեն Սիմոնյանը պատասխանում էր հարցերին։ Այդ որ այդ մեր բաները չէին, ինչ էր անունները։ Հա, այդ դրանք չէին, է։ Առաջին ալի։ Դրանք գծած հաստատած պեչատը վրան դրած։ Եկել էին ու ինչ հարցեր էին տալիս, կռիսական հարցեր, բացարձակ իրանց հետաքրքրությունների գոտում չգտնվող հարցեր, որպես լրագրողներ։ Իրենց չվերաբերվող։ Այլ կոնկրետ իրենց երկրի ռազմավարության, տարածաշրջանային բաներում իրենց հեղինակությունը, այնպիսի կռիսական հարցեր, որտեղ իրանց տված հարցն էր շատ դեպքերում կարևոր լինում։ Բլոգերների մասին։ Այո, ապրես։ Բլոգերների մասին։ Բանա, ու Ալեն Սիմոնյանը Էվորսս շատ հանդարտ առած լարվելու Շատ Ընդ որում շատ լավ ռուսերենով Շատ դե Ալեն Սիմոնյանը ռուսերենը միշտ լավ Էվորսս Այսպես գնաց Հիմա կասեն, մեզ կգրեն կասեն պատխալիմություն եք անում, բայց չէ, ստեղ մեր մեջ խոսում է ուղղակի հայը Բաներից եմ, ֆանատներից Գիժել էլի, ասեք Իրանք ինչպեսին կարող են լինել, այդպես կարող են դիմացինին նկարագրել Իրենք կարծում են, որ եթե իրենք օրինակ խոսում են որ հոգով սրտով խոսում են, թե ինչքան լավն է Նարեկ Կարապետյանը Իրանք գիտեն, մենք էլ էլի, ու վերջ մենք ոչ մեկին չենք տեսնում ենք, ամեն ինչ տեսնում ենք, փառք Աստծո, ամեն դեպքում ապրում ենք ազատ անկախ Հայաստանում եւ մեկը ես ինձ համարում եմ ազատ անկախ քաղաքացի։ Եվ այո, նաեւ հպարտ, եթե ինչ որ մեկին դա կարանի արտայնացնի։ Այ ինչ կա հպարտ չլինելու, որ Չգիտեմ, նեղվում են շատերը։ Այսօր ինչ կա հպարտ չլինելու։ Ոնց գլխարկը դրել եք, դուխովի, հա, գլխարկը դրել եք, հեսա 26-ի ընտրություններին մայկա կոշիկել եք, պատվիրել հակրել եք։ Մենք հիմա այսօր խոսում ենք, հաղորդում այսօր եթերա գնում երեկոյան, ու ասենք սրանից մի քանի օր հետո JD Vance-ը գալիս է Հայաստան, իսկ հələ մի հատ հիշեք, վերջի 30 տարում ամերիկյան Ինչ պաշտոնյա է եկել բարձր ռանգի բարձր ռանգի ասենք էս հա փող նախագահի մակարդակի այստեղ հարցը այս մակարդակի այցելության կարևորելը չի է իրենց համար գիտես որն է խնդիրը որ չեն հասկանում աշխարհում ինչ է նշանակում առհասարակ երբ JD Vance-ը գնում է մի հատ երկիր հա Իրենք դա չեն հասկանում։ Եթե հասկանան դա ինչ է նշանակում։ Եթե Ամերիկան նոր կհասկանան ոնց Հայաստանը։ Ամերիկան ուզում է մատ թափտա Եվրոպայի վրա, դա անում է JD Vance-ը։ Ամերիկան ուզում է արաբական երկրներին հավաքական մի բան հասկացնի, դա անում է JD Vance-ը։ Լատինական Ամերիկան։ Լատինական Ամերիկան էլի անում է։ Գնաց ֆրանսիական։
Հաջորդ օրը Մի ամիս հետո տարան, հա։ Այդ դե իհարկե ստեղից ոչ մեկին չընտանի, բայց գալիս են ներդնելու, բերելու համար։ Այո, եւ գիտես, ես նայում եմ երեք Արթուր Կիրակոսյանի հարցազրույցը, մի քիչ գովազդ ենք։ մեր գործընկերը։ Իմիջիանոց տեսել ես ինչ լավ բաժակներ է պատվիրել։ Ազատ զրույց։ Իք կողմից շատ պատասխանատու ես որ պահում են։ Հիմա չկա։ Որ հանգարց մենք չօգտագործենք։ Մենք Արի քանից տեղ մի քիչ միսը ուտենք։ Մենք մերը կբերենք։ Լավ, չէ, բանա, բայց 20 րոպեն։ Արամ Սարգսյանն էր հյուրը։ Հա։ Կարճ դատալ մեր եթերում։ Շարունակենք։ Վերադառնանք սիրելի։ Հա, ինչ էր ասում մեր գործընկերոջ հյուրի մասին, հա։ Հա, Արամ Սարգսյանը երեք շատ հետաքրքիր ձևակերպում արեց, որ այդ J.D. Vance-ի գալը ոչ թե նա գալիս է դռներ բացելու, այլ նա բանալիներն է բերում դռների։ Բացողը մենք պիտի լինենք։ Հա, իհարկե։ Եվ հենց այդ բանալիները ամենակարևոր ատրիբուտն են մեր այն ապագայի դռները բացելու։ Որովհետև չգիտեմ, մեր հանրության համար երևի պսևդոլրագրողները չեն լուսաբանել, շատ չեն լուսաբանել եւ ստիպված մենք ենք միայն դաշտում եղել, որ պատերազմները, տո 90-ականների առաջին Արցախյան պատերազմը թեկուզ հենց որ Թուրքիան չմտավ ուղիղ արճակատման Միացյալ Նահանգների շնորհիվ էր։ Դրանից հետո 44 օրից հետո Ռուսաստանը ստեղ որ մեզ գցում էր Ամերիկայի շնորհիվ էր որ Ալիևը զսպվածություն էր ցուցաբերում չնայած մի երկու անգամ փորձ արեց վերջին անգամը արդեն Ամերիկան հացած ատամները հետ կջարդեն կամ նստում են բայց Միացյալ Նահանգները գուցե ավելին չի կա որովհետև ամեն դեպքում այնտեղ նույնպես սուվերեն պետություն է չէ այո ինքը կարա լծակները օգտագործի թուրքական լոբի նաև ու մյուս կողմից գիտեք ինչ մեր սիրուն աչքերի համար դա պիտի լինի մենք էլ պիտի ընթառաջ քայլեր անենք եւ այո Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ավելի շատ է եղել ու ավելի շատ աշխատանք կա բանին էլ իհարկե Եվրոպայի եւ Ֆրանսիայի գործոնն էլ անուրանալի է եթե Եվրամիության դիտորդները չլինեին ամենալավ զսպող բայց քանի որ չի լուսաբանվել այդ կարևորությունը արհեստական ձևով անընդհատ տարվել է վերջը ռուսը լավներ թե վատը այս խոսակցությունները գիտեք դրա համար էլ մեր հասարակությունը այդքան էլ երևի չի հասկանում թե ինչ է նշանակում իսկապես իրականում J.D. Vance-ի Հայաստան գալը ընդ որում բանա այդ թրիպի ուղին ինչպես է գործելու որտեղով է գործելու եւ այլն արդեն համակարգող հանձնաժողովը խումբը ձևավորվել է եկել է ամերիկյան ուսումնասիրություններ են անում ընկերության ճարտարագիտա խորհրդատվական թիմն է եկել իսկ Ռուսաստանից էլ Արեն Սիմոնյանը ինչ բերեց օրինակ Ինչ թվում է բերեց հետեւյալը որ սրանց դեսպանը հելավ ասես դե մենք բանա երկաթուղիների մասով բան կանենք էլի կաշխատենք հա բայց դա ոչ մի բան չի նշանակում իհարկե ոչ մի բան չի նշանակում ոչ մի բան չեն էլ անելու բայց այդտեղ ուրիշ է մինչև այդ իրենք հիշում ես երբ որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հենց առաջին գործերից մեկը էր որ երկաթուղիով մի հատ շրջեց ինքն էլ հենց բանի տեղը մաշինիստի տեղ կողքը ինքը չէր հա չէ ինքը չէր քշում բայց որոշ կքշել ինչ է եղել որովհետև առանձնապես բանել չկա ինքը առանձնապես ընդունակ բարդ է բանա դե հեծանիվը որ քշում են ու դա արդեն մեսեջ էր ռուսներին ու հենց այդտեղ սրանք լավ գժվան էլի որ ոնց թե բա մենք դրա համար չենք սարքել որ սրանք ճապաճ ունենան կարողանանք մեր տիրույթում ազդեցության տակ պահել այսու չեն խոսում հա հետո բայց այսօրվա դրությամբ արդեն հավանանքած սրանց դեսպանը մենք բան sense արդեն հեսա իհարկե ես վստահ չեմ որ նրանք այդ երկաթուղիները բան կան բայց չանելու դեպքում կտան հնարավորություն մեզ երկաթուղիները նույնպես ազգայնացնելու Փաշինյանը այն ժամանակ ասեց եթե իրանք այդ երկաթուղիների հարցը չեն լուծում նախ եղածները չեն նորոգում ժամանակակից տեսքի բերում ու մեզ ինչ որ պետք է այդ սարքում ուրեմն մենք կդիմենք երրորդ կողմին ասենք մի ընկերություն որը կգա կսարքի հիմա Ադրբեջանը բերել է երկաթուղին հասցրել է Հայաստանի սահմանին այսինքն ստեղ մնում է ընդամենը չգիտեմ 10 20 50
30 կիլոմետր ճանապարհ սարքել, որպեսզի 42 ըստ Քոչարյանի։ Չէ, նաև մյուս ուղղություններով, ոչ միայն թրիփի մասին չի միայն խոսքը, էլի։ Այսինքն Հայաստանը հանգիստ կարող է այն ինչ որ այսօր ներկրում է Ադրբեջանից, ոչ թե տանի ֆրցնի, մցնի Վրաստանով նորից բերի հասնի Հայաստան, հələ նայտես ինչ բան է, պտույտ է։ Այդ գալիս է միանգամից սահմանից մտնում է Հայաստան։ Ընդ որում ես պարագայում ես Ադրբեջանը չեմ ասում, այ մարդ մեր բարի դրացի բան, թողենք այդ ամեն ինչը մի կողմ։ Լավ խենք մեկ տարածք է, որտեղով երկաթուղի է գալի մտնում Հայաստան, վերջ։ Վաղը մյուս օր Հնդկաստանից այդ ամբողջ հոսքը ապրանքների միլիարդավոր տոննաներով գալու է մտնի Հայաստանով անցնի գնա։ Ամբողջ աշխարհը կռիվ է տալիս, որ իր մոտով գոնե մի հատ մագիստրալ անցնի, դա կլինի ճանապարհ, նավթողի, գազամուղ, լոգիստիկ մի հատ sense բարակ ինչ որ մի բան իր մոտով անցնի, իր թշնամիների երկրից դեպի իր բարեկամների կամ հակառակը ոնց ուզում լինի, մենակ թե ինքը հայտնվի այդպես ճանապարհի վրա, ու մյուսներն էլ կռիվ են տալիս, որ սա չհայտնվի այդ ճանապարհի վրա իրենք հայտնվեն, մենք Հայաստանում նստած Այն որ ասում են հեսա թրիպի ուղին գազամուղ էլ կարա անցնի այնտեղով բաներ հոսանքի ինտերնետային մի անգամից մի 5 հատ լավ բան է տեղի ունենում մի ճանապարհով ըստ բայց արժի որ այդի ամերիկան անում լավ լուրջ եք խոսում բայց էդի այն մեկ ավելի շատ օգուտ կունենա տեղից բայց Ինչ տարբերություն Ռուսաստանը թե Ամերիկան տղերք մեծ տարբերություն Ռուսաստանն ասում է որ պետքա վերահսկողը ես լինեմ Թրիփի պարագայում մենք ենք վերահսկողը եթե դուք այդտեղ տարբերություն չեք տեսնում կներեք այլևս այդ մասով մանրամասն Լավրովենը նորից է դերում էլի նոյեմբերի 9-ը երակողմ հանդիպումը էլ չէր ասում որ այդ նոյեմբերի 9-ով գերիները այն վեխապար գոռացողներ հավաքվել եք երկու բառել ասեք գերիները Չէ ես այդ չեմ ասում 2 կոպեկ ավել ծախսեք 20 հոգի այ բերեիք Ովքեր են հավաքված վեխապարով ասում Չէ բայց փողը ֆռացել էր 100% հայկական տարբերակով քերվել է ու գիտես այսօր ասում են 165 միլիոն գալու է այդ ռուսական թեզի պաշտպանների համար իսկ թվում է 165 չի Տեղ հասնի մի 10-20 միլիոն բան է մնալու որտեղ համ տվողն է կոռումպացված համ բերողն է կոռումպացված համ բաժանողը համ բաժանողը ասենք եթե այն գիծն է որ այդ 165 միլիոնը չի կարա արդյունավետացվի դրա համար ու դա հիանալի գիտակցում է Լավրովը գիտես ոնց եմ հասկացել Դե բանա Եվրոպան էլ բանա մեծ այս հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար մի 20 միլիոն թե ինչ հատկացնում է չէ Լավրովը շատ լավ իմանալով իրաց կոռուպցիոն համակարգը տեղական ռսաճորտերի հետ ուրեմն այդ 165 միլիոնի դեմ ինքը տեսնում է որ այս 20 միլիոնը ավելի շատ է աշխատելու նայ որտեղ տեղից գալու է ամեն կոպեկը վերահսկի Եթե Ռուսաստանը ուզում է իրականում տենց մի բան անի ուրեմն պետք է ծուր նստի դուս խոսա ու 1.5 միլիարդ հատկացնի Այդ ժամանակ կարող է 160 միլիոն հասնի տեղ Կարող է Ուղղակի այստեղ խնդիր կա ինչքան թիվը մեծ է այնքանախորժակը մեծ է Ավելի մեծ մարդիկ են Մեկը տեղ չի հասնելու Մեկը տեղ չի հասնելու Մենք չենք տեսել իրենց ներկայացուցիչները չեն եղել ղեկավար Հյուսիս հարավի վիճակը հələ արինայինք Քանի տարի սարքեցինք Ինչ սարքեցինք Սարքեցինք Ամենաուժեղն է Քանի տարի սարքում ենք Բայց ինչն ենք սարքում չգիտեմ Իսկ ես իմիջայլոց անկեղծ ասեմ որ առաջին անգամ դուրս եկա այդ ճանապարհից արդեն թազա բացված Այն դեպի Գյումրու ուղղությունը Հա դե ֆանտաստիկ Այն ուժանի կողմերից որ այդ ճանապարհի վրա է Ես այդ կողմից մի քիչ էգոիստ մարդ եմ անկեղծ Այստեղ արժանապատիվ ես չէ քեզ զգում Գիտես ոնց ես անընդհատ ասում եի երթվում էի ինձ համար մեր սլենգ հետս տղեր կային տղեր սա Հայաստանն է հասկանում եք հենց իմի այսի Հայաստանն է այսա Հայաստանում է որովհետև ես գիտեք
Ես տեսել եմ ճանապարհներ Միացյալ Նահանգներում, տեսել եմ ճանապարհներ Արևմտյան Եվրոպայում, տեսել եմ ճանապարհներ Ռուսաստանում։ Ես տեսել եմ այդ մագիստրալները, հա, տեսել եմ նաև Թուրքիայում, հասկանում ես, դե կան լավ տեղեր կան։ Միջպետական, ասենք Մոսկվա, Լենինգրադ։ Հա, միջպետական ճանապարհների մասն է խոսքը։ Ու ես միշտ ասել եմ, միշտ նախանձով եմ լցվել, միշտ ասել եմ Հայաստանում կլինի կտեսնենք մի օր sense բան թե չէ։ Ու գնում ես ինքը բացի այդ լեն ու լավ որակով լինելուց նաև այդ տեսարանը որ բոլոր այդ ցուցատախտակները ու կազացելները իրենց տեղում կամուրջները գյուղ մտնող ելնող ճանապարհները հստակ գրված գծված ընդգծված են կողքի ջրա հեռացման բաները ամեն ինչ է իդեալական արված ասում եմ սա Հայաստանն է հա սա է Հայաստանս Եվ ի վերջո, այդ ճանապարհը, երբ որ վաղը մյուս օր բացվի սահմանը, իսկ սահմանը բացվելու է, դա նույնիսկ Ալիևը ասեց, Թուրքիայի սահմանի մասն եմ խոսում, այդ ճանապարհը գլխավոր մայրուղին է լինելու։ Եվ ասենք ոնց կարելի է։ Ուր Հայաստանը լինելու է դա։ Հա, ոնց կարելի է դրա դեմ բան անել, էլի, որ արգումենտ։ Դա դառնում է փոխադարձ կախվածություն ու կապվածություն։ Մեկը մյուսից կախված է լինում տնտեսապես։ Դա փոխշահավետ գործարքներն են, որը որ երաշխավորում է ինքնին էլի այդ process-ները ինքնին ոնց էր ասում են, բանը Քոչարյանն էր թե Սերժը։ Ես զարմանում եմ, ոնց կարա բանը ճանապարհը լինի բան ներդրումային ծրագիրը թե ճանապարհը լինի անվտանգության խորհրդանիշ, անվտանգության խորհրդանիշը մեր զինվորն է։ Լավ, ներողություն, ես հիմա մի հատ բան նորից հիշեցնեմ։ Մի անգամ, լսի, ես մի անգամ այս բանի մասին խոսացել ենք, էլի այս տաղավարում։ Ես ու դու։ Երբ որ Հիտլերը մշակեց Եվրոպան գրավելու իր ծրագիրը, արդեն գործարանները, տանկեր էին արտադրում, հրանոթներ, զոքներ նախապատրաստում, մինչև այդ Գերմանիայի բոլոր ճանապարհները սարքեցին բետոնից այն ժամանակ 39 թվականի բետոնից ճանապարհ դու պատկերացնում ես եւ վարկյանների ընթացքում այս չափազանցություն չէ էլի վարկյանների ընթացքում այդ ահռելի զորքը այս կողմից այն կողմեն տանում այն կողմից այս կողմ են բերում դրա համար ասենք ֆրանսիացիները ասենց քնեցին հելան տեսան գերմանացիները Փարիզում են չափազանցված եմ ասում, բայց իրականությունը էդ էր։ Նույնը վերաբերում է Չեխիայի, նույնը վերաբերում է Ավստրիայի, Անշլյուսը Ավստրիայի, ընդհանրապես ասենք 3 օրվա ընթացքում։ Իսկ եթե վերադառնանք մեր իրականությունն, ես ինքս իմ աչքով ոչ միայն իմ աչքով տեսածը, մի քանի տարիներս այդ ճանապարհներին եղել։ Բան էր տանում Դրանից առաջ էլ Արցախ որ գնում եմ, ես այդ նույն բանը այդ 7 շրջանները Ես 10 սանտիմետր ասֆալտ չեմ տեսել։ Մի հատ ճանապարհ կար, սովետի ժամանակներից մնացել էր, հենց այդ պոեզի գծերի ուղղությամբ հորադիս է տանում, դրա կողքով sense մի քիչ նման մի բան կար, ու վերջ, ոչ միտեղ չկար։ Դրա համար էլ առաջնագծից 1000 ներողություն 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորին միջև այդ բուխանկով, պազիկով թփրտացնելով իջացնում էին թիկունք, վատ ելք էր ստացվում։ Ու այդ արագ տեմպերը չկային, Ուրալը մի հատ գնում գալիս էր, մոստը թափում կանգնում էր, բան, հավելյալ կողքից, իսկ պատերազմը դա որտեղ ինչ էր։ Եվ իմիջայլոց, ես ինչ տեսել եմ մաշկով դա եմ ասում, 18-ի հեղափոխությունը երբ որ եղավ, դե ես այնտեղ այդ 7 շրջանների մանկապարտեզ դպրոցներով, շրջիկ թատրոնով շրջում էինք, էլի մենք, շաբաթվա մի 4 օր այնտեղ էինք, սենց ասեմ։ Բանա հեղափոխությունից հետո ամիսներ անց մեկ էլ տեսնեմ այն Կուբատլուի ուղղությամբ արդեն մաքրել են ճանապարհները, բացել են ու որ տեսնում ես որ ասֆալտ անելու բանա գնում նախապատրաստական աշխատանքներն ա գնում արդեն շիբիններ կար լցված եւ այլն խնձորեսկի բանի կողմերի ապրոժողովուրդը թույլ չեն տա խափեմ հիմա ես ասենք կամուրջից, այդ որ աչ էր թեքվում արդեն որ իջներ Կուբատլու, արդեն մաքրելով գնում էին։ Նույն աշխատանքները տեսնում էինք արդեն Կարմիր շուկայից այն կողմ հատվածներում։ Բա տղերք ջան, 30 տարի համահայկական հիմնադրամից վել այդքան փողեր եք հավաքել,
Բայց ճանապարհները, միակ ճանապարհ, որ նորմալ եղել է, դե ես չեմ խոսում Գորիսից են հիմնական ճանապարհը Ստեփանակերտ եւ չեմ խոսում Գանձասարի ճանապարհից, դրանք հիմնական մայրուղիներն են, վերջ։ Բայց շրջանների պաշտպանական շրջաններ տանող, դրանց դիրքերը, լավ մարդ ունի չաստ գնացել եկել եք, դա լավ զորամասի անուն եմ տալիս հələ։ Գնում գալիս էր ոնց որ սովետական ասֆալտ էր։ Հա։ Ես չեմ խոսում էլ դրանից վերև դեպի պոստեր տանող ճանապարհները, որ պիտի մեր բանակը լիներ այդ կողմից շատ արագաշարժ, բայց արի ուտես որ չէր ստացվում։ Չէր ստացվում, հենց նաև ճանապարհներ, բայց պատճառները շատ են։ Ուղղակի որ խոսեցինք ճանապարհից ուզում եմ հիշել կամ մեր ժողովրդին հիշեցնել, երբ որ ժամանակին մենք գնում էինք դեպի Կներես հետո որ ասում են բաոբա մեղավոր, ասում ես լավ լուրջ եք խոսում։ Գնում էինք հիշում ես չէ, դու կհիշես երևի Դիլիջանի պավարոտներ էինք ասում։ Հա։ Կհիշես։ Հա, 11 Որը փոքր ժամանակ, երեխա ժամանակ այդ ճամփով գնացած կլներ։ Ես Դիլիջան ճամբարել եմ գնացել, այդ ժամանակները։ Երբ որ դեռ թունելը ավտոբուսը, հա, ավտոբուսը մի 5 անգամ կանգնում էր, երեխեքը հիշում էին, հետ էին տալիս, նորից բարձրանում էին կամ մարդիկ։ Հա, չէին կարող։ Եվ ինչ, եթե չլիներ թունելը, եթե չլիներ լուսահոգի քրքի ծրագիրը Լինսի հիմնադրամի, այդ թունելը չէին։ Այդ թունելը այդ հիմնադրամով է կառուցվել, ես չգիտեի։ Վերակառուցվել, դա թունելը բանի պետք չէ։ Մինչև այդ գումարը դրվեց ու ինչ եղավ 11 այդ շրջադարձ արանքից դուրս եկավ։ Մի շատ հանգիստ գնում։ Գնում ես ընդամենը մի քանի րոպեում հայտնվում ես Դիլիջանում։ Ու հիմա եւս երկու թունել են սարքել։ Ես գիտես այդտեղ միշտ ինչն է բան արել, հիացրել, որ մեկ դա մեկ ուրիշ բնությունից էլ մեզ ուրիշ կլիմայական գոտուց ուրիշ կլիմայական գոտի մի տունելով իսկ բանինը այդ տաշիշ տանող Ստեփանավան տալողը ուրիշ բնությունից ոնց որ ուրիշ երկրից ուրիշ երկիր որ բնությունից խոսեցի մի հատ հետաքրքիր բան ենք խոսում եթերից առաջ Գեղարքունիքի մարզում ինչ որ պատվո հիպոթեզություն է Ռումինիայի խիա Ռումինիայի պատվո հիպոթեզությունը գնացել Գավառ Ես տենց ինչ որ ընդհանրություններ եմ ուզում մանգամ Լսել բայց տես արի սենց անենք անկեղծ ասած ես մեկը կողմ եմ որ ապա կենտրոնացվի առհասարակ Երևանից դուրս գան այո մյուս մարզերում քաղաքներում լինել բայց ուզում եմ հասկանամ ինչի առաջի քայլը լինում ռումինացիների հետ ինչի տարվում հենց Գավառ ու խես սրտին ռումինացիները ինչ հետաքրքրություն ունեն Ինչ աստած իշխան ձկի հանդեպ երևի ինչ որ կարող է Սիգայի իմիջանոց որսը թույլատրել են էլի հա տեսեք սիրելի գավառցիներ սիրելի այդ տարածքի բնակիչներ մեր շատ հարգելի հայրենակիցներ տեսեք երբ որ սկսում է կառավարվել ինչքան ավելի լավ է հիմա արդեն թույլատրված է իհարկե լսի ես մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ Հիմա կասեն նորից ընդհատես, բայց դու միշտ դու ես ընդհատում, հիմա էլ ես ընդհատեմ։ Չես թողնում բան խոսապր։ Լսի, Զովեր թաղամասի մասին գիտես։ Զովնի։ Այդ Զովեր թաղամասում մարդիկ եկել են, բնակարանները նորոգել են, ահռելի ծախսեր են արել, ինքը ցուրտ տեղ է, համեմատած ասենք Երևանի հետ, ցուրտ տեղ է, ու Ոնց որ թաղամասը արվել է, վերջացվել է, մարդիկ մեծամասամբ բնակվում են, գազ պտիներ, գազը չկա։ Ու լուրեր կան, որ այդ գազը կարող է 26 թվականի ընթացքում այտենց էլ չլինի։ Հիմա հարց, դրանով ով պիտի զբաղվի։ Կոտայքի մարզպետարան, Գազպրոմ Արմենիա Չգիտեմ, ուրիշ Բայց շինարարությունը անողները պայմանագրեր նախապես 900 ընտանիք է 900 Գազպրոմից տեղյակ չէր որ այդքան Կարող է բայց չէ, ստե մի հատ ուրիշ խնդիր կա Այս մարդիկ նաև վաղը մյուս օր ընտրություններում քվեարկողներ են Իսկ կարող է նենց արվում, որ այս մարդկանց մոտ դժգոհություն առաջանա Բայց ես չեմ հասկանում ինչի ես ասում կարող է Կարող է կներես 21 թվականին որ միտինգի մեջ լրագրող էր մտնում մեր լրագրողներից ոնց հարցում էին ուզում անել սա Գազպրոմից էին կամ հեցից էին Դե հիմա ես չեմ ուզում Կներես եթե Գազպրոմից
Հա։ Եվ հեծից մարդկանց ստիպելով բերում էին ընտրությունների։ Հիմի ո՞նց ես կարծում, այս ուշացումը դիտավորյալա, թե Դե պատահ։ ուրեմն հարց հայրենի կառավարությանը, հա? Ուշադրություն դարձրեք այս թեմային 900 ընտանիք զոհեր թաղամաս բոլորի մոտ այդ գազի հետ կապված լուրջ դժգոհություն ընդ որում մարդիկ ծախսեր են արել ջերուցման համակարգեր են արել տեղադրել հասկանում ես ու դատարան ավելի բարև ձեզա լինում։ տեսնում ես ասենք ինքը ինչ Այսքան դժգոհություն խոստացվել է իրանց որ գազ։ հա իհարկե բա իհարկե գլխի կառուցապատողնով, հա։ հա չգիտեմ անկեղծ ասած չգիտեմ ես չգիտեմ անգամ կառուցապատողի մեղքն է չգիտեմ մարսպետարանի մեղքն է գազպրոմի մեղքն է Թող նստեն աշխատանքային խումբը ձևավորեն նստեն մեզ մեղավորները պետք է հետաքրքիր չեն իսկապես այս պարագայում հետաքրքիր չի իմիջիանոց մի հատ լավ բան ասեմ ժամանակը լրանում է համահուշ մի հատ լրացել այսքան համահուշ բան ասեմ վերջերս մի հատ տեսանյութ էի տեղադրել Հրազդանում մի բանի հետ կապված որը որ քաղաքապետարանի համայնքապետարանի կուրացիան չէր բայց ես չգիտեի ում կուրացիան համայնքապետարանին էի նշել ասել էի չգիտեմ ինչ կասեք ինչ չէ բայց այս խնդիր կա ձեր բնակիչն է ամեն դեպքում դուք ավելի լավ կհասկանաք տեղում ումա պետք է ասել մի խոսքով համայնքապետարանը դուրս իր բանից դուրս գործունեությունը ինքն էր սաղ արել գրեթե ամբողջը նկարել էր որ արված վերջացածա ուղարկել էր ինձ ու ես տեղադրել եմ շնորհակալություն եմ հայտնել որովհետև դες մարդիկ կարան ասեն ախպեջան դա մեր կուրացիան չի ու ուզում ես կարծես բայց արել են դե հիմա արձագանքել են արել են մենք հիմա 4 կազմակերպության անուն նշեցինք իրար մեջ որոշեք ով է որոշեք ով անո քաղաքացուն բացարձակ դա հետաքրքիր չի մենք այն քաղաքացիներն ենք որ մեզ Քոչարյանա Սերժական հիմա էլ զևիստները համակարգ դա կառավարել մենք դպրոց մպրոց չգիտենք ինչա ինստիտուտը փողով ավարտած ժողովուրդ է մեզի вообще չի հետաքրքրում ու մենք քիչ ենք տարբերում որ նա համատիրության ժեկի գործառույթը որը վարչապետի մեզ հետաքրքիր չի թե ման տեսանք ասում ենք գնացեք գցեք հիմա էլ ասեցինք ինչ որ դժգոհություններ կան խնդրեմ մեկնաբանությունների դաշտում այնպես որ ոնց որ արդեն ընդ որում ովքեր էլ այդ խնդրի հետ առնչվել են այդ նշված այդ թաղամասի թող մտնեն կոմենտների մեջ գրեն ակտիվացնեն այս թեման ավելի շատ շրջանառվի ես համաձայն եմ դե ինչ ամենայն բարի եթերում մենք ենք սևեր սպիտակներ լավ կլինի շատ լավ կլինի կհանդիպենք մի շաբաթ